Արեցիք ինքնուրույն աշխատանքը, հիմա եկել է պահը, որ ավարտենք մեր դասը և ուզում եմ, որ երկու աստղիկ մեկ դրոշակ մեթոդով փորձենք ամփոփենք այսօրվա դասը։ Շատ արագ ասում եք, պատմվածքի ձեզ դուր եկած հատվածը, կարևոր պահը և մեկ ցանկություն, որը դուք պիտի ձևակերպեք ինքնուրույն և պետք է կարևորեք, որ այդ ցանկությունը, եթե դուք ուզում եք, որ իրականանա, պետք է նաև հաշվի առնեք դիմացինի տրամադրությունը, դիմացինի հնարավորությունները, այնպես վերացական ցանկություններ չձևակերպեք։ Հիմա ասում ենք պատմվածքի դուր եկած հատվածը, Ասանարե ջան։ Դուր եկավ այն հատվածը, երբ պապիկը չէր կարողանում հեքիաթ պատմել, իսկ վերջում նրան աղջկա տվեց 100 դրամ, որպեսզի չպատմի հեքիաթ։ Ապրես, ինձ դուր եկավ այն մասը, որ այստեղ ասում էր, և գայլը հարցնում էր նրան, ինչքան կլինի 6 անգամ 8։ Ապրես, և կարևոր պահն եք ասում այս պատմվածքի, կարևոր պահը, ուրիշ ձեռքեր եմ ուզում։ Որն էր այս պատմվածքի կարևոր պահը, Սուսաննա։ Որ պապիկը